Սիրելիներս, ուզում եմ կարճ խոսել ԱՄՆ-ի մասին, ԱՄՆ-ի ընտրությունների մասին։ Ձեզանից շատերը միգուցե տեսած լինեն դեռ 3 ամիս առաջ, որ ես ունեմ տեղադրած տեսիլք, թե ինչ է սպասում ԱՄՆ-ին, թե ով է լինելու ԱՄՆ-ի նախագահը, բայց ես այնտեղ նրա անունը չեմ տալիս, քանի որ Աստված թույլ չտվեց, ես իհարկե հարցրեցի ինչու, Տերն ինձ ասաց, որովհետև նա չի ուզում, որ ես քաղաքական թեմաներով խոսեմ, թեկուզ եւ ինքը ինձ ցույց տա եւ կոնկրետ քաղաքական թեմաներով, անուններով չխոսեմ։ Միգուցե դրանք ծառայեն ուրիշ բանի համար, բայց ոչ անուններ տալու եւ քաղաքականության մեջ ներքաշվելու համար, եւ դրանով Աստված պաշտպանում է ինձ։ Ես կարող եմ տեսնել, բայց չխոսել։ Ես ուզում եմ ասել միայն, որ այդ տեսանյութում, այդ ձայնագրության մեջ ես ասում եմ այն խոսքերը, ինչ որ Աստված ինձ ասել էր։ Կընտրվի մի նախագահ այս տարի, ում մասին կխոսեն, որ նա աղոթող նախագահ է, որ նա քրիստոնյա, իսկական քրիստոնյա նախագահ է եւ նա հավատացող է ու կասեն, որ նա իմ ընտրյալն է։ Եվ 2 անգամ ես լսեցի Սուրբ Հոգու ձայնը, ինչպես նա ասաց, բայց նա իմ ընտրյալը չէ, բայց նա իմ ընտրյալը չէ, դա սուտ է լինելու։ Ինչու եմ այսօր ես խոսում դրա մասին։ Որովհետև ես դեռ չեմ հասցրել տեսնել ոչինչ ընտրությունների հետ կապված, ընդհանրապես ոչինչ։ Ես ուղղակի եկել եմ տուն աշխատանքից ու իմ ամուսինը ինձ տեղեկացրել է, որ ընտրվել է Դոնալդ Տրամպը, այն մարդը, ում մասին որ Սուրբ Հոգին ինձ ասել էր դեռ ամռանը, հունիս կամ հուլիս ամսին։ Իրոք դեռ ոչինչ չեմ էլ հասցրել նայել հեռուստատեսությամբ կամ YouTube-ով, բայց ինչու եմ այսքանը ասում։ Ես շատ եմ տեսել տեսիլքներ, երազներ ԱՄՆ-ի հետ կապված եւ բոլորը վատն են, բոլորը շատ վատն են։ Հուսով եմ, որ ձեզանից շատերը ուղղակի լսել են այդ տեսիլքները, այդ երազները, որ ես պատմում եմ, եւ մի քանի օր առաջ էլ տեսա երազ, որտեղ երազս սկսվում էր այսպես ընդհանրապես, որ իմ հարևանները գնում էին ԱՄՆ, իսկ ես նրանց ուզում էի ասել՝ մի գնացեք Ամերիկա, մի գնացեք, բայց չէի ասում, որովհետև գիտեի, որ ինձ չեն հավատա, չեն հասկանա։ Դա երազում։ Հիմա ինչ եմ ուզում ասել, երբ ես եկա տուն, ամուսինս ասաց, որ ինչպես որ դու էիր ասում, Դոնալդ Տրամպն է ընտրվել եւ նրան այդպես էլ ներկայացնում են, որ նա հավատացյալ քրիստոնյա նախագահ է։ Նրան այդպես ներկայացնում են, որ նա հավատացյալ քրիստոնյա նախագահ է, բայց ինչպես Տերը ինձ արդեն շատ անգամ ցույց է տվել, երբ նա կդառնա նախագահ, կսկսվի ամենամեծ չարը, չարի գործողությունները պաշտոնական կսկսվի աշխարհում եւ Ամերիկայով կսկսվի, ինչպես բոլոր տեսիլքներում եւ երազներում, երբ ինձ Աստված ասում էր, որ դուք տեսնում եք եւ կտեսնեք դեռ իմ բոլոր նշանները բարկության եւ իմ պատիժները երկրների վրա, բայց ամենամեծ նշանները եւ ամենամեծ պատիժները կտեսնեք Ամերիկայով։ Ես վստահ եմ, որ այդ պատիժներից որոշները մենք կտեսնենք, որոշները ոչ, որովհետեւ մեզանից ոմանք ուղղակի հափշտակված են լինելու այն ժամանակ, երբ կսկսվեն Աստծո դատաստանները, մեծագույն դատաստանը։ Եվ ամեն ինչ չի, որ կտեսնենք, ինչ որ սպասում է Ամերիկային եւ աշխարհին, բայց Սատանան հաղթեց Քրիստոսի անվան տակ։ Դա եմ ուզում ասել, որ Սատանան հաղթեց Քրիստոսի անվան տակ, բայց ինչն էր, որ Ամերիկայի ընտրություններում ժողովուրդը ուղղակի ընտրություն չուներ։ Կամ ընտրելու էին այն կնոջը, ով բացեիբաց ցույց էր տալիս, որ ինքը Սատանայի կողմից է, կամ առանց հասկանալու ընտրելու էին այն մարդուն, ով քրիստոնյայի անվան տակ է եկել, բայց ինքը հենց Սատանայի ներկայացուցիչն է, եւ ես հիմա ասում եմ, որ նա շատ մեծ դեր է ունենալու Սատանայի չարի, նեռի իշխանության գալու գործում, եւ ես դրա մասին դեռ հաստատ կխոսեմ, վստահ եմ, որ կխոսեմ։ Ինչ արվեց, ուղղակի չարը Սատանան, որ հիմա պատրաստում է իր հակաքրիստոսին, որ նստացնի իշխանության ողջ աշխարհի, նա այնպես արեց, որ ուղղակի աշխարհը չունեցավ ընտրություն, Ամերիկան չունեցավ ընտրություն։ Նրանք ցույց տվեցին Սատանայի դեմքը կնոջ դեմքով, այդ կնոջ դեմքով,
եւ նրանք ցույց տվեցին քրիստոնյայի անվան տակ թաքնված սատանայի ներկայացուցչին մյուս ու մարդը չարից փախնելով ընկավ էլի չարի ձեռքը, այսինքն ընտրություն չկար, միևնույն է հաղթելու էր սատանան։ Եթե ինչ-որ մարդիկ կլսեն ու չեն հավատա, դուք դեռ դա կտեսնեք, բայց ինչու ես հենց սկզբից ասացի իմ այն տեսիլքի մասին, որը որ ես ունեմ տեղադրած YouTube-ում, եթե թերթեք դեպի ներքև իջնեք, ալիքում տեսանյութերը կգտնեք, 3 ամիս առաջ է եղել տեղադրված, չնայած որ ավելի շուտ էի տեսել, որ այն ժամանակ ինչպես որ ասել եմ, որ Աստված ինձ հետ խոսելով ասել է, որ ընտրվելու է այդ մարդը եւ նրան կոչելու են, որ Քրիստոսի ընտրյալն է, զավակն է, ներկայացուցիչն է, ու դուք տեսնեք, որ այդպես էլ եղավ եւ հավատակ այն ամենին, ինչ որ հիմա ես ասացի, որ նա նույնպես չարի ներկայացուցիչն է եւ գիտեք, ես հիմա ոչ ոքին չէի խորհուրդ տա, որ ինքը գնար Ամերիկա։ Ընդհանրապես ոչ մեկին, եթե իմանայի, որ ինձ հարցնում է ինչ կմտածես, ես կասեի մի գնա։ Բայց միևնույն է մեզանից յուրաքանչյուրը լինելու է այնտեղ, որտեղ որ պետք է լինի, երբ կա հափշտակության ժամանակը, Աստված մեզանից յուրաքանչյուրին իրոք իր տեղում կբերի, կկանգնեցնի եւ հենց այդ կետից էլ կհափշտակի, կտանի, կփրկի, որովհետեւ երբ լինի հափշտակությունը, դա լինելու է այն պահին, երբ երկրագնդի վրա ամեն ինչ արդեն այնքան վատ է, որ մեզանից յուրաքանչյուրը, ով որ սպասում է Տեր Հիսուսին, նույնիսկ ովքեր որ չեն սպասում, խնդրելու ենք, որ Տերը մեզ փրկի։ Այսքանը, սիրելիներս։